Սինանեինք էլի, այդ ուղղակի էլի շատ կարևոր է։ Ուրեմն հիմա էր պետք, առաջինը պետք է մյուս խնդիրը լուծել, եթե առաջի հարցը չլուծվեր, ուրեմն երթման արարողությունը պետք չէր։ Առաջի հարցը լուծվեց, դա համար արդեն առաջացավ զինվորական հաշվառման խնդիրը եւ երթման արարողությունը։ Զինվորական հաշվառման խնդիրը արվում է գերատեսչական ակտերով, իսկ երթման արարողությունը կառավարության որոշմամբ։ Ինչ խնդիր է։ Տիկին նախարարի երեխաների տեղափոխման հետ կապված այնտեղ ինչ որ, ասենք, առավել սոցիալապես անապահով երեխաների, ինչ սկզբունքով է կտրել երեխաները։ Ուրեմն նախարարությունը չի ընտրում, ընտրությունը կատարվում է համայնքային կառույցները, համայնքի ղեկավարները, ինչպես որ նպատակահարմար կգտնեն, իրենք էլ կորոշեն, ինչքան որ երեխա կընտրեն, այնքան երեխային մենք կտեղափոխեն։ Այսօր արդեն Դամասկոսի կարելի ասել օդանավը լեցուն է, կարող է արդեն գնալ բերել եւ Հալեպում դեռ աշխատանքներ շարունակվում են ընտրության հարցը։ Ամենայն դեպս մենք 300-400 երեխա մտածում ենք տեղափոխել եւ ամառային հանգիստ կազմակերպել այստեղ։ Ճամբարը Լենինացախկաձոր Հանքավան ճամբարներում, բայց ես առաջարկել եմ, որպեսզի նաեւ ընտանիքներում պահեն, որտեղ երեխաները մեկուսացված չեն լինի եւ երեխաները կարողանան ընտանիքներում նաեւ հանգստանալ։ Հիմնականում կարծում եմ 2 շաբաթ, կախված իհարկե իրադարձություններից, Աստված մի արասի թե այնպիսի իրավիճակ լինի, որ երեխաները պետք չէ վերադառնան, ոչ վերադառնան։ Մենք նախորոք չենք կարող կանխատեսել։ Դուք ավելի իրազեկ եք, քան մենք, թեև այս հարցերը իրավասու տնչա չեք պատասխանում։ Դեսպանության հարցը ո՞նց անելու, մնա դեսպանությունում դա վտանգավոր չի։ Քանի դեռ չի եղել այնպիսի իրավիճակ, որտեղ կարելի է դեսպանատուն թակել, մենք իրավունք չունենք նույնիսկ դրա մասին խոսելու։ Մեր դեսպանատները, դիվանագիտական կառույցները իհարկե գործում են, բայց ես օգտվելով առիթից ուզում եմ հետևյալը ասել մեր լրագրողներին, որ Սփյուռքի նախարարությունը դեռևս 2011 թվականի փետրվարին Գիտությունների ազգային ակադեմիային պատվիրեց Սիրիայի հիմնախնդիրները եւ հայկական համայնքի հարցերը, այսինքն գիտական վերլուծություն մենք արեցինք եւ 2012 թվականի հունվարից մեր սեղանին է գիտնականների կարծիքը։ Հունվարից սկսած մինչև հունիսի վերջ բոլոր գերատեսչությունների ղեկավարության հետ Սփյուռքի նախարարությունում նախարարի տեղակալների մակարդակով տեղի ունեցել խորհրդակցություններ Հանրապետության նախագահի հանձնարարությամբ մենք ճշտել ենք յուրաքանչյուր կառույցի անելիքները 3 սցենարի դեպքում, զարգացումների 3 սցենարի դեպքում, որ մեզ առաջարկել են գիտնականները, եւ յուրաքանչյուր կառույց ինչով պետք է զբաղվի։ Դուք պետք է շատ լավ տեղյակ լինեք, որ Սփյուռքի նախարարությունը համակարգում է, հարցերը ճշգրտում է եւ հարցերը բարձրացնում է համապատասխան կազմակերպությունների պետական կառավարման մարմինների առաջ։ Սփյուռքի նախարարությունը առաջարկում է լուծել կրթության հարցերը, առաջարկում է լուծել, չգիտեմ, վիզայի կամ սահմանային խնդիրները, Սփյուռքի նախարարությունը պատկան մարմինների առաջ հարց է բարձրացնում, իսկ դա մենք շատ ակտիվ եւ կարող ենք թղթերով, փաստերով ձեզ ցույց տալ, թե երբ է հարց բարձրացվել եւ երբ է անմիջապես հարցը հասցվել պատկան մարմինների։ Սա առաջին։ Երկրորդ, ուզում եմ, որ դուք տեղյակ լինեք, մարտ ամսից սկսած մենք Հայաստանում, մեր նախարարությունում ընդունել ենք Հայաստանում ապրող սիրիահայերին անունները կարող եմ տալ, կարող եք դուք դա քննություն լրագրողական կազմակերպել եւ ճշտել, որ մարտ ամսից սկսած մենք ուզեցել ենք հասկանալ, թե տեղի սիրիահայերը ինչպիսի առաջարկներ են անում։ Այնուհետև 2 տարի առաջ Սփյուռքի նախարարությունը Հալեպում ստեղծել է մի խումբ Լենա Հալաջյանի գլխավորությամբ, որոնք աշխատում են այնտեղ համայնքային խնդիրները շաբաթը մեկ անգամ գոնե մեզ հասցնելու եւ մենք էլ նրանց հետ շատ ակտիվ աշխատանքների մեջ ենք։ Սփյուռքի նախարարության բոլոր ծրագրերում Իմ Հայաստան, Արիտուն, Ամառային դպրոց, երիտասարդ լրագրողներ, երիտասարդ ակտիվ առաջնորդներ բոլոր ծրագրերում ներգրաված են եղել շատ ավելի երևի սիրիահայեր, հալեպահայեր, քան մյուս տարիների ընթացքում։ Հայաստան ժամանած
սիրիահայերը հիմնականում գալիս եւ դիմում են Սփյուռքի նախարարություն, որտեղ վերջին արդեն 2 ամսվա ընթացքում հանրապետության նախագահը մեր նախարարությանն է համարել գերատեստ գլխավոր գլխադասային նախարարություն, որպեսզի համախմբի համակարգի հարցերը եւ բարձրացնի կառավարության տարբեր կառույցների առջեւ։ Մեր նախարարությունը 2 ամսից ավելին է գործում է աշխատանքային խումբ աշխատակազմի ղեկավարի գլխավորությամբ։ Մեր աշխատակիցները ամեն շաբաթ դիմավորում են օդանավակայանում մեր Սիրիայից ժամանած օդանավերը, հանդիպում են մեր հայրենակիցների հետ, բաժանում են համապատասխան թերթոններ, տեղեկատվություն եւ փորձում են լուծել նրանց հարցերը։